Գյումրիում քննարկել են էներգոարդյունավետության բարձրացման և էներգախնայող լուծումների կիրառման հնարավորությունները։ Էներգոարդյունավետություն, ինքնագնահատման գործիքներ թեմայով սեմինարը համախմբել էր ոլորտի մասնագետների, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների, ովքեր հետաքրքրված են իրենց բնակարանների ու շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմամբ։ Որքան նվազեցնենք վառելիքաէներգետիկ միջոցների սպառումը, այնքան ավելի կխնամենք, հոգ կտանենք մեր շրջակա միջավայրի համար։ Երկրորդ ասպեկտում բնականաբար ոնց որ պետական շահերն են եւ տնտեսական նպատակները, որպես էներգետիկ ռեսուրսներ ներկրող երկիր, եւ արդեն եթե անհատի մակարդակում դիտարկենք, բնակչության համար կոմունալ ծախսերի բեռը թեթևացնելու ճանապարհներից մեկը հենց ներդրում կատարել էներգախնայող եւ էներգոարդյունավետ վիճակի անցման շինությունների։ Նախաձեռնությունն իրականացվում է Zenit Ակադեմիա կրթական հիմնադրամի եւ Venue Consulting Group-ի կողմից ձևավորված կոնսորցիումի միջոցով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ։ Կազմակերպիչների խոսքով նախաձեռնության նպատակն է ոչ միայն ներկայացնել ոլորտի նորարար լուծումները, այլև օգնել քաղաքացիներին հասկանալ, թե որտեղ են իրենց տների հիմնական էներգետիկ կորուստները եւ ինչպես կարելի է դրանք նվազեցնել։ Էներգոարդյունավետության ոլորտը նոր է զարգանում Հայաստանում, նոր փուլ է ձեռք բերվում հենց շինարարության առումով, նորակառույց շենքերը սկսվում են կառուցել էներգոարդյունավետության պահանջների համապատասխան եւ սա մշտապես պետք է սկսել իրազեկել բոլոր համայնքներում։ Սեմինարի ընթացքում ներկայացվել են նաև ձեռնարկու թվային հարթակ, որոնք թույլ են տալիս քաղաքացիներին ինքնուրույն գնահատել իրենց բնակարանի էներգետիկ վիճակը։ Ծրագրի շրջանակում էլեկտրոնային փոքրիկ գործիք ենք ստեղծել եւ առաջարկում ենք կիրառել դա, որի միջոցով բնակիչը կարող է ինքնուրույն իր շինության իհարկե ֆիզիկական պարամետրերին որոշակի տիրապետելով աուդիտ կատարել։ Իհարկե սա ոչ պրոֆեսիոնալ է, պրոֆեսիոնալ էներգոաուդիտի համար օրեր երբեմն շաբաթներ են պետք լինում, որպեսզի ինժեներները իրենց հաշվարկային մասով մեծ աշխատանք կատարեն։ Բայց մարդը գոնե կարող է տեղեկանալ, իրազեկվել, իրազեկումից հետո տեղեկանալ, թե իր բնակարանը ինչ էներգետիկ վիճակում է։ Ծրագրի շրջանակում Գյումրու Աբովյան փողոցում հունիսի 20-ին ժամը 15:00-ից կանցկացվի նաև բաց ցուցահանդես, որտեղ ոլորտային կազմակերպությունները կներկայացնեն էներգախնայող տեխնոլոգիաներ եւ ծառայություններ։ Թեման կարևոր է, պետք է բոլոր համայնքներում իրազեկված լինեն սրա մասին, որովհետև թեման նոր է արդիականացվում Հայաստանում։ Նախաձեռնությունն իրականացվում է Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայի կայուն համայնքային զարգացման ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան, այսօր։